8-9 ամիս առաջ այստեղից մի քանի 100 մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր տաճար։ Մայր տաճար պատարակից հետո դուրս եկանք եւ լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու եւ եկեղեցու հայրերի նկատմամբ։ Ինչ պետք է աներ ամեն հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք, տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անարգալից խոսել։ Ինչ պետք է անես։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորիս հոգևոր հայրը, Սուրբ Էջմիածինը հարձակման է ենթարկում։ Պետք է ելնեիր ասեիր հələ մի րոպե։ Էս ինչ ես անում։ Ասեց նա, չէին ասում շատ մարդիկ, ասեց նա։ Ու մի մարդու հաշվարկ էր արել մի մարդ, որ կալանավորելով կարողանա ինչ-որ բանի հասնել։ Այդ նույն օրը, այստեղից գնալուց հետո, երեկոյան սկսվեց կալանավորման հարցերը։ Բայց մի բան էլ հաշվի չէր առել, բնավորությունը մարդու։ Առաջնորդի, իրական առաջնորդի բնավորությունը։ Բոլորը մարդկանց չափում են իրենց արշինով։ Ինչն էր իր արշինը, որ տանեին մի քիչ պահեին, ինչ ասեին աներ։ Ինչն էր մեր արշինը։ 8 ամիս ԱԱԾ մեկուսարան էր, հետը մարդ չէին թողում, իբր ինչ-որ բան անելու համար։ Բայց մարդու բնավորությունը, հայ տղամարդկանց բնավորությունը, ոնց որ իրանք հետ էին սովորել։ Ու ինչպես պարոն Վարդևանյանը ասեց, ամեն անգամ ով իր հետ շփվում էր այդ ընթացքում, ավելի մեծ ուժով դուրս էր գալի իր մոտից, որտեղ նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որտեղ գիտեր, որ կանգնեցնել է պետք է ամեն ինչը։ Շատերը ասում են, որ սա եկեղեցու դեմ արշավ չէ, սա անհատների դեմ արշավ է։ Լավ, ուրեմն մի քանի ամիս առաջ Հայաստանում կա մանկական զարգացման կենտրոն պետական, մանկատուն։ Այդ մանկատուն այցելություն է ունենում սոցիալ նախարարը։ Սոցիալ նախարարի այցելության ժամանակ երեխաները երբ որ հավաքում են ճաշկերույթի, տնօրենը խնդրում է, ես ինչ ասում եմ, տնօրենն էլ էջմիածինցի է։ Ինչ ասում եմ, բոլորը գիտեն։ Տնօրենը խնդրում է, ասում է, երեխաներ, եկեք մի հատ հայր մեր ասենք ու հացը ուտենք։ Երեխաները հայր մեր ասում են, ԿՊԱ-ական նախարարը նայում է, գնում է մինչև հասնում է իր գրասենյակ, այդ տնօրենին աշխատանքից հանում է։ Այդ նախարարը 3 ամիս աշխատելուց հետո, ընդամենը 3 ամիս էր աշխատել, վերցել էր ամբողջ տարվա պարգևավճարը։ Իրեն համարել էր, եթե գաղափարի տղա է, թող պարգևավճարը չվերցներ, մի հատ աշխատանք ցույց տար նոր։ Բայց մարդուն հայր մերի համար աշխատանքից ազատել է երեխաներին հայր մերով դաստիարակելու համար։ Հարգելիներս, սիրուն բառեր են ասելու, որ շեղեն, որ մենք չմտածենք, որ իրանք հարձակում են եկեղեցու վրա, իրանք ուզում են եկեղեցին վերցնեն ու եկեղեցով իրանք մեր երկրի ընդհանուր տրամաբանությունը փոխեն, մեր երկրի ադատները փոխեն, իրենց պատվիրատուների ուզած ադատները մեր մեջ մտցնեն։ Դրա համար մենք պայքարում ենք։ Չեմ ուզում դուք դիտարկեք որպես սորական քաղաքական ուժի այցելություն, որ եկել ենք ասենք Ժորժ ջան, մենք լավն ենք, էս ենք։ Սա պայքար է բոլորիս։ Մենք ուղղակի առաջամարտիկն ենք այս պայքարի։ Ու պատրաստ ենք այս առաջամարտիկը լինելու։ Ինչ է ուժեղ Հայաստանը։ Շատերը Հայաստանից դուրսով ապրել է, գիտի որ երբ դու դրսում ես բնակվում, քեզ չեն ճանաչում որպես Արմեն, Սահակ, քեզ ճանաչում են որպես ազգության ներկայացուցիչ։ Եվ երբ որ թույլ երկրի ներկայացուցիչ ես, քեզ լուրջ չեն ընդունում։ Ոչ ոք ավելի շատ չգիտի ուժեղ երկիր ունենալու ղադրը, քան Սփյուռքում ապրած հայերը։ Եվ այդ իսկ պատճառով բոլորի երազանքը ուժեղ երկիր ունենալն է, ուժեղ Հայաստան ունենալն է։ Դա է մեր հիմնական նպատակը։ Տեսեք, մենք ունենք պատերազմող տարածաշրջան։ Իրանը բալիստիկ հրթիռ է ուղարկում, Իսրայելը պաշտպանվում է։
Իսրայելն ուղարկում Իրանը պաշտպան, մեր հարևանների վիճակները լնայ։ Ադրբեջանը հատուկ համակարգ է սարքում։ Մեր ԱԱԾ շենքի կողքը մի հատ տղա ջինսերով շպրտում է, էտա մեր անվտանգությունը այսօր դառը, ժողովուրդ ջան։ Կուկուռուզը ինքը ուտի, մեկը ԱԱԾ շենքը վառի։ Վերջում էլ ասի Սամվել Կարապետյանին աջակիցն ա եղել այդ մարդը։ Չի ասում, որ չի պաշտպանել ԱԱԾ շենքը։ Ուժեղ երկիր են, որ դու 8 քայլ առաջ գիտես քո երկրի իրական վտանգները, որ դու Թուրքիա սովորած մարդկանց չես բերում կողքդ ուղարկում Թուրքիա հետ բանակցելու։ Ուժեղ երկիրը իրական անվտանգություն ունենալն է, որ չի հասնում մարդը մինչև ԱԱԾ շենք հետ այդպես միտք ունի։ Ոչ թե ընդդիմության հետ կապված, ասի կլինի լայք չանեք, բան, այդ ինչ լայք անեն, չանեն մարդիկ արդեն որոշել են, անգամ իրանց հարցումներով 50% են առաջ հավաքի, հիմա 2 անգամ քիչ են իրանց հարցումներով։ Էդի նրանից է որ ժողովուրդը լուրջ առաջնորդ է ուզում։ Ուժեղ, նորմալ գործ անող։ Ու դա բոլորովս իրար հետ պետք է այդ պայքարի մաս կազմելով հասնենք դրան։ Ու վստահ եմ կհասնենք։ Շնորհակալ եմ ժողովուրդ։